Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության հարգելի անդամներ, վերահսկող հանձնաժողովի անդամներ, տարածքային կազմակերպությունների խորհուրդների հարգելի անդամներ, աշխատանքային խմբերի հարգելի ներկայացուցիչներ, սիրելի համակիրներ, հարգելի նվիրատուներ, ողջունում եմ բոլորիդ եւ ուրախ եմ ձեզ տեսնելու համար։ Այսօր մեր գալա միջոցառումն է, որը նվիրված է նախ Գյումրիում եւ Փարաքարում քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթների ներկայացմանը եւ մենք այսօր նաեւ դրամահավաքի գործընթացի ըստ էության այս փուլի ամփոփումն եմ կանում։ Ուզում եմ հիշեցնել, որ դրամահավաքը, որը այս տարի եւ սրանից հետո միշտ այդպես է լինելու, տեղի է ունենում առցանց եղանակով, արդեն մի շաբաթից ավել սկսվել է, այդ ընթացքում արդեն տեղի են ունեցել նվիրատվություններ եւ կարող ենք հստակ ասել, որ օրենքով սահմանված ֆինանսական ծախսերը կկարողանանք այդ դրամահավաքի շնորհիվ իրականացնել, իհարկե նաեւ դրամահավաքը շարունակվում է եւ կուսակցության ընթացիկ կարիքների համար նույնպես այդ դրամահավաքը կծառայի։ Ես ուզում եմ բոլոր նվիրատուներին շնորհակալություն հայտնել այս կարևոր աջակցության համար եւ կարծում եմ, որ կարևոր է, որ այս մշակույթը, որը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստեղծման առաջին օրից ներդրել է, այդ մշակույթը խորանա եւ ավելի ինստիտուցիոնալ, ավելի թափանցիկ տեսք ստանա։ Իհարկե հիմնական թեման Գյումրիում եւ Փարաքարում արտահերթ ընտրություններն են համայնքների եւ ուզում եմ խոսել նաեւ որոշ հանգամանքների մասին, որովհետեւ Գյումրիում եւ Փարաքարում տարբեր հանգամանքներում են արտահերթ ընտրություններ նշանակվել, բայց կարևոր է ընդգծել, թե ինչ հանգամանքներում եւ ինչ պատճառով է Գյումրիում մասնավորապես տեղի ունենում արտահերթ ավագանու ընտրություններ։ Եվ իրականում կարծում եմ ընտրությունների պատճառը նաև որոշակիորեն քաղաքականացման մակարդակը ընտրությունների մեծացրել է։ Կուսակցության հարգելի ընկերներ, վերջին տարիներին մեզ ամենաշատը ինչի համար են քննադատում։ Մեզ ամենաշատը քննադատում են նրա համար, որ մենք հեղափոխությունից հետո խոստանալով թալանվածը հետ վերադարձնել, այդ գործում այնքան էլ մեծ հաջողություններ չունենք։ Իրականում ես պիտի չհամաձայնվեմ այս տեսակետի հետ եւ այն, որ Գյումրիում տեղի են ունենում արտահերթ ընտրություններ, ինչ որ առումով այդ գործընթացում մեր ինստիտուցիոնալ հաջողության ուղղակի վկայություն է։ Ինչ նկատի ունեմ, ուզում եմ հիշեցնել, թե Գյումրիի ավագանում, երբ խնդիր առաջացավ, երբ Հայաստանի Հանրապետության վերջին տարիներին ընդունված օրենսդրական փոփոխությունների եւ նոր ձևավորված ինստիտուտների գործունեության արդյունքում արձանագրվեց, որ Գյումրիի կարևորագույն սիմվոլներից մեկը Սև բերդը սեփականաշնորհվել է ապօրինի ձևով եւ պետք է վերադարձվի համայնքին։ Գլխավոր դատախազությունը օրենքով սահմանված կարգով դիմեց Գյումրիի ավագանուն, որպեսզի ավագանին դիմի դատարան այդ գույքը ապօրինի սեփականաշնորհված գույքը համայնքին վերադարձնելու համար։ Իհարկե որոշակի պայմաններում քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավագանին Գյումրիի հանդես եկավ նախաձեռնությամբ եւ այդ պայմաններում ըստ էության ավագանին կողմ քվեարկեց, բայց պիտի պարզվեր, որ դրանով աշխատանք ավարտված չէ եւ Գյումրիի քաղաքապետարանը պետք է դատարանում պաշտպանի այդ հայցը, բայց ամենակարևորը ներդրվում է նոր ինստիտուտ հենց կոնկրետ Գյումրիում, ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում, որը արդեն ոչ թե քաղաքական որոշումների, ոչ թե քաղաքական նյարդերի, այլ ինստիտուցիոնալ ձևով պետք է Գյումրիում եւ Հանրապետության մնացած համայնքներում իրականացվի ապօրինի սեփականաշնորհված, ժողովրդական լեզվով ասած,
թալանված կամ գողացված գույքը։ Ահա այստեղ է, որ առաջացավ քաղաքական ճգնաժամ եւ ըստ էության Գյումրիի ավագանու մեծամասնությունը հրաժարական տալով հայտարարեց, որ ինքը հրաժարվում է սպասարկել այդ օրակարգը։ Սա է քաղաքական պատճառը, որ Գյումրիում տեղի են ունենում արտահերթ ավագանու ընտրություններ եւ ավագանու ընտրությունները տեղի են ունենում այն պատճառով, որ Գյումրիի ավագանին հռչակեց, որ ինքը հրաժարվում է գյումրեցիներից գողացված գույքի վերադարձի օրակարգը սպասարկել։ Սա շատ կարևոր է արձանագրելու համար։ Եվ այս ընտրությունները իրականում հենց այս համատեքստը եւ այս ենթատեքստը ունեն։ Բայց միջև այդ համատեքստին ու ենթատեքստին անդրադառնալը սա շատ լավ առիթ է, որպեսզի մենք ի վերջո համակարգված ձևով արձագանքենք այդ մեղադրանքներին։ Արդյոք մենք հետևողական ենք ժողովրդից թալանվածը վերադարձնելու ճանապարհին, թե այնուամենայնիվ մենք գնացել ենք այդտեղ կոմպրոմիսների, մեր քաղաքական կամքը նվազել է, մեր վճռականությունը նվազել է եւ մենք հետ քայլեր ենք արել։ Ես կարող եմ միանշանակ ասել ոչ, մեր կամքը ոչ միայն չի նվազել, մեր կամքը դարձել է պետական ինստիտուտ եւ այլևս ապօրինի գույքի վերադարձը կախված չէ նույնիսկ քաղաքական կամքից։ Դա այլևս իրավական գործընթաց է եւ վերջին տարիներին մենք մի քանի նոր ինստիտուտներ ենք ստեղծել, այսօր ես ուզում եմ արձանագրենք, թե ապօրինի գույքի վերադարձի քանի ինստիտուտ կա այսօր Հայաստանի Հանրապետությունում։ Դրանցից մեկը քրեական գործերով գույքի բռնագանձման համակարգն է։ Այդ համակարգով մենք արդեն իսկ ունենք բռնագանձված եւ պետությանը եւ ժողովրդին վերադարձված գույքեր։ Երկրորդ համակարգը պետական շահերի պաշտպանության համակարգն է, որով նույնպես այս տարիներին վերադարձվել են եւ հիմա էլ վերադարձվում են գողացված գույքեր, ապօրինի սեփակ կանաչնորված ապօրինի ձեռք բերված գույքեր։ Հաջորդը ապօրինի գույքի վերադարձի համակարգն է, որով արդեն Հայաստանի Հանրապետությունում կան օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ։ Հաջորդը համայնքային շահի պաշտպանության ինստիտուտն է, որը ելի նոր հիմնադրված ինստիտուտ է եւ որով արդեն Հայաստանի Հանրապետությունում կան վերադարձված գույքեր։ Գիտեք, եւ սա շատ կարեւոր է արձանագրել, բայց կարեւոր է նաեւ պատասխանել մի կարեւոր եւ էական հարցի։ Իսկ ինչու ենք մենք գնացել այսպիսի երկար ճանապարհով։ Մի քանի պատճառով։ Առաջինը 2018-19 թվականին մենք որոշակի այսպես հեղափոխական կամքով մի քանի մարդկանցից, որոնց պայմանականորեն կարելի է անվանել հավաքական Սաշի կանունով, մի քանի մարդկանցից մի քանի տասնյակ միլիոն դոլարի գույք մենք վերադարձրինք։ Բայց 1, 2, 3 մենք հասկացանք, որ համակարգը այդպես չի կարող աշխատել, որովհետև շատերը հավաքական պայմանական Սաշիկից շատ ավելի խելոք է եւ նրանց իրենց գույքերը ոչ թե միտեղ են դրել մի մարդու անունով, այլ դրել են 10, 15 տեղ, 20 տեղ Հայաստանից դուրս եւ տասնյակ մարդկանց անունով։ Եվ հարկավոր է ստեղծել համակարգ, որպեսզի գնա այդ գույքերի հետևից, հատիկ, գնա այդ գույքերի հետևից, տեղորոշի, կոորդինատավորի, ստեղծի իրավական համակարգեր, որպեսզի մենք ոչ միայն կարողանանք այդ գույքերը վերադարձնել, այլև մեր երկրի իրավական, ժողովրդավարական, օրենքի գերակայության իմիջին վնաս չհասցնենք, դրանով չմեծացնենք մեր երկրի խոցելիությունները։ Եվ այսօր ահա հենց այս առիթով ես ուրախ եմ եւ հպարտ եմ զեկուցել, որ այդ համակարգը այլևս գործարկված է։ Ես շատերն են ընդդիմադիրներից հիշեցնում իմ խոսքերը
2018-19 թվականներին, երբ որ ես ասել եմ կոպեկ առ կոպեկ վերադարձնելու ենք, հատիկ առ հատիկ վերադարձնելու ենք։ Եվ ես իմ Facebook-յան էջում արդեն մի շարք եմ սկսել, որը հույս ունեմ եւ համոզված եմ, որ առաջիկա տարիներին չի ավարտվելու այդ շարքը։ Չի ավարտվելու այդ շարքը եւ մենք պետք է ժողովրդին զեկուցենք, թե ինչ ենք վերադարձրել։ Եվ ուզում եմ նաև ընդգծել, այս վերջերս ես իմ էջում դրել էի 2010 թվականի արտադրության ապօրինի ձեռք բերված որպես ապօրինի գույք Range Rover-ի վերադարձ եւ էլի ինդիմադիրները սրանով էլի ժողովրդին խափում են ոչ, դա հենց նրա ապացույցն է, որ հատիկ առ հատիկը բարիս բուն իմաստով հատիկ առ հատիկ է։ Եթե տենց դուր չի գալիս, ուրեմն Range Rover առ Range Rover ենք վերադարձնելու, բրաբուս առ բրաբուս, յաշիկ առ յաշիկ։ Բայց ինչ կապ ունի այս ամեն ինչը Գյումրիի ընտրությունների ծագումնաբանության եւ ընթացքի հետ։ Կապը շատ մեծ է, որովհետև նրանք, ովքեր արդեն ինքնահայտարարագրվել են Գյումրիի ընտրություններին մասնակցելու, նրանց մասնակցությունը ընդամենը ունի մի համատեքստ։ Նրանք դուրս են եկել իրենց գողացված գույքերը պաշտպանելու վերջին կռվին եւ վերջին ճակատամարտին։ Նրանք դուրս են եկել իրենց թալանածը պաշտպանելու վերջին մարտին ու ճակատամարտին։ Որովհետեւ ես վերջին օրերը այս դիտանկյունից նայեցի եւ Գյումրիի ընտրություններին մասնակցում է 300-ից 350 միլիոն դոլարի ապօրինի ձեռք բերված գույք, որը սպասվում է վերադարձի Հայաստանի Հանրապետությանը եւ ժողովրդին ի սեփականություն։ Ընդ որում հայտնի են ումն են այդ գույքերը։ Դրանք Միշիկի գույքերն են, դրանք Վարդանիկի գույքերն են, դրանք Ռոբիկի գույքերն են եւ դրանք Սերժիկի գույքերն են։ Եվ այս ընտրություններում այդ թվում գյումրեցիներն են մեզ քննադատել շատ։ Եվ ես հասկանում եմ այդ քննադատությունը։ Բայց էլի ասում եմ, մենք ապօրինի գույքերի վերադարձի ճանապարհին մի վարկյան անգամ չենք հապաղել, մի վարկյան։ Մենք գնացել ենք ինստիտուցիոնալ ճանապարհով եւ ճիշտ ենք արել, եւ ահա այդ ինստիտուտը թափ է հավաքում։ Եվ ահա նրանք դուրս են եկել առաջին հերթին, այսինքն այդպես ստացվեց, Գյումրիում եղավ, Գյումրիի հետ համընկավ։ Կարող էր լինել ուրիշ բնակավայրում, կարող էր լինել ուրիշ ընտրություններ, բայց այս ընտրությունները Գյումրիի, ընդ որում այստեղ կա երկու հարթություն, կա համայնքային հարթություն եւ կա քաղաքական հարթություն։ Քաղաքական հարթությունը մենք չենք բերել, այս շատ կարեւոր է։ Մենք չենք ի սկզբանե տրամադրվել եւ որոշել, որ Գյումրիի ընտրությունները պետք է լինեն քաղաքական։ Այդ նրանք են իրենց մուտքով, շեշտադրումներով, հարցադրումներով դարձրել քաղաքական։ Եվ այս ընտրություններում ամեն քվյաթերթիկ հենց նրա մասին է։ Արդյոք ժողովրդի կամքը թալանվածը վերադարձնելու ճանապարհին թույլատրել է, թե չի թույլատրել։ Քաղաքացիական պայմանագրի կամքը ոչ միայն չի թույլատրել, քաղաքացիական պայմանագիրը ստեղծել է ինստիտուտ ժողովրդի համար, որ ժողովուրդը թալանվածը վերադարձնելու հնարավորություն ունենա, եւ այդ ինստիտուտը այսօր աշխատում է։
ժողովուրդը պետք է որոշի արդյոք փայտ է մտցնում այդ ինստիտուտի անիվների գործունեության մեջ, թե այդ ինստիտուտին գործելու կանաչ լույս ու ճանապարհ է տալիս։ Եվ ուզում եմ ասել, այո, ցույց տրվեց, թե ինչքան աշխատանքներ են արվել Գյումրիում։ Ասվեց նաև, որ աշխատանքի մի մասն է։ Այո, դրանց մի մասը սուբվենցիոն ծրագրերով են իրականացվել, բայց ես ուզում եմ նաև ընդգծել, որ Գյումրիում 2017 թվականի համեմատ կառավարությունից ստացվող դոտացիաների թիվը կրկնապատկվել է։ 2 միլիարդ դրամից դարձել է 4 միլիարդ դրամ։ Մենք նույն թիվը փարաքարի համար չենք կարող ասել, որովհետև փարաքարը իրավակազմակերպական ձև է փոխել, այսինքն խոշորացված համայնք համադրելի չէ, բայց համայնքների տրամաբանությամբ նույնպես ավելացել է։ Եվ սա պատահական չէ, որովհետև 2017 թվականից 2017-ից, այսինքն հեղափոխությունից ի վեր 2024 թվականի արդյունքները արդեն փաստացի ամփոփված են եւ պետական բյուջեի եկամտային մասը 100%-ով ավելացել է, այսինքն կրկնապատկվել է։ Այսինքն հասկանում եք, մենք Հայաստանի Հանրապետության բյուջեն կրկնապատկել ենք, բայց այդ կրկնապատկելն էլ մի հատ հասկանանք ինչ է նշանակում։ Դա նշանակում է պլյուս 3 միլիարդ դոլար։ Պլյուս 3 միլիարդ դոլար։ Եվ այստեղ շատ կարևոր է անդրադառնալ մի հարցի, որովհետև այսօր էլ մեր ընդդիմախոսները իրենց հոգեզավակների բերանով ասում են, ինչ անենք, որ Գյումրիի դոտացիան կրկնապատկվել է, ինչ անենք, որ Հայաստանի պետական բյուջեի եկամտային մասը կրկնապատկվել է։ Կարող է Նիկոլը իր հոր տնից է բերել այդ փողերը։ Իհարկե Նիկոլը ոչ էլ մեր մյուս գործընկերները, մեր հայրերի տնից չենք բերել, որովհետև մեր հայրերի տներում բարեբախտաբար այդքան գումար չկա է։ Բայց շատ կարևոր է արձանագրել, որ մենք այդ այսօղների հայրերի տնից ենք բերել այդ գումարները։ Ավելի ճիշտ կլինի ասել այդ ասողների պապաների տնից ենք բերել այդ գումարները։ Եվ պետական, ոչ թե անձնավորված, ոչ թե ՔՊ-ի հեղափոխական խմբերը մտել են տներ ճամպրուկներով լցրել, վերցրել, այլ դա մենք բերել ենք ինստիտուցիոնալ ձևով, ինստիտուցիոնալ քաղաքակիրթ ձևով։ Եվ համակարգը, որը մենք ստեղծել ենք, այնքան խորն է այլևս մտել այդ մարդկանց պապաների տները, որ դուրս չի գալու այդ, մինչև Հայաստանի ժողովրդից գողացված վերջին հատիկը չվերադարձվի։ Գյումրեցուց գողացված, Երևանցուց, Վանաձորցուց, Կապանցուց, Մեղրեցուց եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ ես ուզում եմ, որ այս արձանագրումը շատ հստակ լինի։ Ես ուզում եմ, որ մենք հասկանանք ինչու է այս ընտրությունների քաղաքական ենթատեքստը։ Եվ ես ուզում եմ, որ այն մարդիկ, ովքեր մեզ քննադատում էին բավարար չափով արագ չգործելու համար, գնան ընտրական տեղամասներ եւ ապացուցեն, որ անկեղծ էին քննադատում։ Որովհետև այդ անկեղծ քննադատությունը կնշանակի ընդունել, որ հատիկ առ հատիկի տրամաբանությունը գործում է, թափանիվը արագացել է, դրա համար էլ ոմանք հազար ներողություն այս բառիս համար առնետների նման պատվալներից դուրս են եկել, փողոցներում քայլում են, քաղաքական արշավ են իրականացնում հանուն թալանի, հանուն կոռուպցիայի, հանուն գողացածը ժողովրդին չվերադարձնելու։ Եվ մենք նրանց պետք է հետ ուղարկենք իրենց առնետային պատվալները, որտեղ իրենք սպասեն եւ սպասեն Հայաստանի ժողովրդի արդարությանն ու արդարադատությանը։ Հիմա քաղաքային համատեքստի մասին ես փառաքարում եմ քաղաքական
Այս նույն ենթատեքստը իրականում կա, բայց այդքան վառ կերպով արտահայտված չի։ Բայց ես այսօր ուզում եմ նաև քաղաքային համատեքստին անդրադառնալ, ընդ որում քաղաքային համատեքստին անդրադառնալ այդ մասին շատ բան չասելով։ Ինչու՞։ Որովհետև կա առանձնահատկություն։ Գյումրիի ավագանի ընտրությունների առնվազն առաջնորդող հատվածը Փարաքարի ավագանու ընտրությունների առնվազն առաջնորդող հատվածը, ես նկատի ունեմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակին։ Գյումրեցին է որոշել, ժողովուրդ ջան։ Մենք չենք որոշել։ Մենք չենք որոշել, որ Երևանում քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունում կամ կառավարության սենյակում նստած չենք որոշել, այս մեկը թող առաջինն լինի, այս մեկը երկրորդ, այս մեկը երրորդ, այս մեկը չորրորդ։ Դա որոշել է Գյումրեցին։ Գյումրեցին է որոշել, որ Սարիկ Մինասյանը պետք է լինի Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար։ Փարաքարցին է որոշել, որ Լուդվիգ Գյուլնազարյանը պետք է լինի Փարաքարի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Ընդ որում ես ուզում եմ Փարաքարի արտահերթ ընտրությունների հանգամանքներին էլ վերադառնալ։ Մենք նաև Փարաքարում գիտեք, որ պարոն Գյուլնազարյանը ընտրված էր կոալիցիոն հուշագրի գործունեության ընթացքում, բայց նաև մենք եւ նաև պարոն Գյուլնազարյանը ինքը քաղաքական կամք ցուցաբերեցինք, որպեսզի նաև ինչ որ առումով բարեվարկության մի նոր ստանդարտ դրեցինք, որ երբ որ պաշտոնյայի անունը ինչքան արդար, ինչքան անարդար, բայց տվյալ դեպքում տեղի էր ունեցել մի իրավիճակ, որը անհրաժեշտ էր պարզաբանումներ տալ, եւ այն, որ իշխանության թիմի ներկայացուցիչը այդտեղ հայտնվել սխալ պահին, սխալ տեղում, այդ հետո պետք է բան արվեր, պարզվեր, որովհետեւ այդ պահին պարզ չէր դա։ Եվ պարոն Գյուլնազարյանը հրաժարական տվեց եւ տեղի ունեցավ օբյեկտիվ քննություն եւ նախ ես ուզում եմ պարոն Գյուլնազարյանին շնորհակալություն հայտնել այդ որոշման համար, որովհետեւ հասկանալիորեն դա հեշտ որոշում չի եղել։ Բայց նաև ուրախ եմ ու հպարտ եմ մեզ համար, որ ի վերջո պարզվեց, պարզաբանվեց, ապացուցվեց, հիմնավորվեց, որ իրականում իրոք սխալ պահի, սխալ տեղում է հայտնվել, եւ մենք եւ կուսակցությունը ըստ էության այդ իրադրության դատը հանձնեց փարաքարցիներին, որովհետեւ այդտեղ իրավական դատի տեղ չկար, կար քաղաքական դատի տեղ, եւ մենք այդ քաղաքական դատը ըստ էության հանձնեցինք փարաքարցիներին եւ փարաքարցիները կայացրին իրենց որոշումը եւ նաեւ փարաքարցիներին մեր սիրելի ուզում եմ դրա համար էլ շնորհակալություն հայտնել եւ ընդ որում մեր ցուցակի առաջին հատվածը առաջին 5 հորիզոնականը ձևավորվել է գյումրեցիների եւ փարաքարցիների ընտրությամբ Եվ ես ուզում եմ ասել, որ ըստ էության այս ընտրություններում գյումրեցիները պիտի ընտրեն իրենց ընտրածների։ Գյումրեցիները եւ փարաքարցիները պիտի ընտրեն իրենց ընտրածի։ Մենք չէ, որ որոշել ենք, որ այսինքն մենք որոշել ենք առաջարկ անել գյումրեցիներին եւ փարաքարցիներին, փարաքարցիները եւ գյումրեցիները որոշել են, թե ով պիտի լինի տեխնացուն։ Եվ հետեւաբար այսօրվա միջոցառումը, որը մենք ասում ենք, որ այսօր քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակների եւ տեխնացուների ներկայացման գալա միջոցառումն է, սա ինչքան քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացուների ներկայացումն է, այնքան էլ գյումրեցիների եւ փարաքարցիների ընտրած տեխնացուների ներկայացումն է եւ սա մի նոր ինստիտուտ է հարգելի ներկաներ ներդրվել Հայաստանի Հանրապետությունում։ Խոսքը
այդ նախնական ընտրությունների մասին է եւ ես ուրախ եմ, որ դա ներդրվել է։ Բայց նաեւ հետեւյալն եմ ուզում ասեմ, այստեղ մենք ցույց ենք տալիս թվերով, կիլոմետրերով, քառակուսի մետրերով, թե ինչ է արվել Գյումրիում եւ ինչ է արվել Փարաքարում։ Բայց այնուամենայնիվ կան բաներ, որոնք առնվազն ոչ պակաս կարևոր են, բայց դրանք հնարավոր չի ցույց տալ թվերով, կիլոմետրերով եւ քառակուսի մետրերով։ Դա ազատությունն է, սիրելի ներկաներ։ Դա ընտրելու ազատությունն է, դա որոշելու ազատությունն է։ Որովհետև այս ընտրությունները ունեն նաև ուրիշ համատեքստ։ Այս ընտրությունների համատեքստը հետևյալն է, որքանով է քաղաքացին պատրաստ, որպեսզի համակարգ էսպայից սկսի զարգանալ այնպես, որ ինքը չի որոշելու, այլ իր փոխարեն որոշելու են եւ ինքը իրեն փորձ են անելու վերապահել ընդամենը դակողի դեր։ Ինչը մենք տեսել ենք, բայց ես ուզում եմ էտել մենք արձանագրենք, որ 2018 թվականից ի վեր որևէ մակարդակի ընտրություններում փակված են, չեք զգում, այսօր չկա այդ վերնագիր, եկեք գնանք նախկինում տեղի ունեցած բոլոր ընտրությունների, նախորդող շրջանների, վերնագրերի, տեքստերի, հարցազրույցների մոնիտորինգ անենք։ Խոսույթի 70-ից 80%-ը նվիրված է նրան, թե ինչպես է իշխանությունը կեղծելու ընտրությունները։ Դուք որևէ մեկից լսել եք այդպիսի բան։ Չկա այդ ընդհանրապես գոյություն չունի, որևէ մեկի մտքով չի անցնում։ Ես հասկանում եմ հիմա, երբ որ մարդիկ լսեն այս իմ բանը, իմ ուղերձը, համոզված եմ վեր են թռնելու, ինչ ընտրություն, որտեղ մոռացել են արդեն, էլ չկա տենց բան։ Ու լավ է, որ մոռացել են։ Բայց այս ընտրություններում որոշ դեմքեր տեսնելով նրանք պետք է հիշեն դա եւ հիշողությունը պետք է արտահայտվի քվեարկությամբ եւ ժողովուրդը պետք է որոշի ինչքանով է ինքը պատրաստ իր ազատությունը պաշտպանել, իր անկախությունը պաշտպանել։ Ես շատ վաղուց արձանագրել եմ, բայց գուցե հաճախ չեմ բացրաձայնել, որովհետև մենք վերջին 7 տարիներին անցել ենք շատ բարդ եւ դժվար իրավիճակներով։ Մենք շատ կորուստներ ենք ունեցել, բայց ի վերջո մենք պետք է ունենանք համարձակություն, բարձր եւ հստակ ասել, որ մենք ունեցել ենք շատ կորուստներ ու ձեռք ենք բերել ավելի մեծ անկախություն, չուզեցա ասեմ ձեռք ենք բերել անկախություն, բայց կարող ենք ասել, որ ձեռք ենք բերել անկախություն, որ ձեռք ենք բերում անկախություն, որ ձեռք ենք բերում պետականություն, որ ձեռք ենք բերում ինքնիշխանություն, որ ձեռք ենք բերում ազատություն եւ ձեռք ենք բերում ապագա, եւ այս ընտրությունները նաեւ դրա մասին են, ինչքանով է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, գյումրեցին, փարաքարցին պատրաստ քվեարկել իր ազատության, իր անկախության, իր ինքնաշխանության, իր պետականության եւ իր ապագայի համար։ Այն նաեւ սրա մասին է այս ընտրությունը, սիրելի ընկերներ։ Եվ նաեւ այս իմաստով, այս ազատության իմաստով ենք մենք սարի պես կանգնած եւ Գյումրիի թիկունքին եւ լեռան պես կանգնած, այսինքն քարի պես կանգնած, Փարաքարի թիկունքին, բայց այս ամեն ինչը ասում եմ արձանագրելով, այս ամենով հանդերձ Գյումրեցու եւ Փարաքարցու որոշումը մեզ համար օրենք է։ Վիճարկման, քննարկման ոչ ենթակա։ Գյումրեցու ասածը, Փարաքարցու ասածը
այս ընտրություններում, մյուս ընտրություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացու ասածը մեզ համար օրենք է եւ մենք այսօր այստեղ ենք, վաղը այստեղ ենք լինելու, այդ օրենքը պահպանելու, պաշտպանելու եւ զարգացնելու։ Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Գյումրին, կեցցե Փարաքարը։